Բարև ձեզ, սիրելի լսողներ, այսօր կշարունակենք ունկնդիրներ, այսօր կշարունակենք մեր ուսումնասիրությունը Աստվածաշնչի Եփեսացիս գրքի և այսօր արդեն 10-րդ դասն է և կոչվում է ամուսինները և կանայք միասին խաչի մոտ։ Սա շատ բարդ դաս է և միևնույն ժամանակ շատ կարևոր դաս է, որովհետև, ինչպես ասեցինք, եկեղեցիները կազմված են ընտանիքներից և կապված է կամ կախված է նրանից, թե ինչ վիճակ է ընտանիքների մեջ, նման վիճակ նաև կդրսևորվի եկեղեցում։ Եվ այսօր մենք ուսումնասիրենք Եփեսացիս 5-րդ գլխի 2-րդ մասը, 21-ից 33 համարները, և հիշելու համարն է 5-րդ գլխի 25-ից 27 համարը Եփեսացիս։ Ամուսիններ, սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց, որպեսզի նրան սրբացնի, մաքրելով ջրի ավազանով, խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Այս համարներում, այսինքն 21 համարից սկսած մինչև 33 համարը, Պողոսը զարգացնում է հավատացյալների միմյանց հնազանդ լինելու գաղափարը։ Երբ որ անցած մասը, որ ուսումնասիրում ենք, այսինքն առաջին կեսը այս գլխի, մենք ուսումնասիրում ենք, վերջում այն ավարտվեց այսպես. հնազանդվեք իրար, այսինքն 21-րդ համարը, հնազանդվեք իրար Քրիստոսի հանդեպ երկյուղով։ Հետաքրքիր, դրանից առաջ Պողոսը խոսում է միաբանության մասին։ Գիտեք, չի կարող լինել եկեղեցում կամ հասարակության մեջ կամ երկրում կամ ընտանիքում միաբանություն, եթե չլինի հնազանդություն իրար։ Այստեղ չի ասում, որ միայն հնազանդվեն միայն մեկին, կամ սրանք հնազանդվողների դերում են, նրանց, ովքեր թելադրում են։ Եթե հասարակության մեջ չսովորեն իրար հնազանդվել, իրար սիրել, հարգել ու լսել, չի կարող է հասարակությունը ծաղկել, կամ միաբան լինել, կամ առաջ գնալ։ Շատ վատ բաներ տեղի կունենան այդ հասարակության մեջ։ Եվ հետո, անդրադառնալով արդեն ընտանիքին, Պողոս առաքյալը գրում է, թող կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է, այսինքն եկեղեցու գլուխն է, և նա է փրկիչը այդ մարմնի։ Ուստի ինչպես որ ժողովն է, այսինքն եկեղեցին է հնազանդվում Քրիստոսին, այնպես էլ թող կանայք ամեն ինչում հնազանդվեն իրենց ամուսիններին։ Ուրեմն այստեղ ինչ նկատի ունի Պողոս առաքյալը, երբ որ ասում է թող կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը։ Միթե այստեղ Պողոսը նկատի ունի, որ կուրորեն հնազանդվեն իրենց ամուսիններին։ Աստված բոլորովին նաև չի ուզում, որ իրեն կուրորեն հնազանդվեն։ Ուր մնաց, թե մարդուն կուրորեն հնազանդվեն։ Այստեղ մի ուրիշ տեղում Կողոսացիս մեջ ասում է, որ ինչպես սազական է քրիստոնյային հավատացյալին, այսինքն եթե ամուսինը իրոք իր գլուխը սարքել է Հիսուսին և ենթարկվում է Հիսուսին, կինը կարող է հանգիստ ենթարկվել իր ամուսնուն։ Բայց եթե ամուսինը ստիպում է կնոջը մեղք գործել, եթե ամուսինը ստիպում է կնոջը անել մի բան կամ ասել մի բան, որ որպես քրիստոնյա կինը չի կարող և չի ուզում անել,
Իհարկե որ չպիտի հնազանդվի, որտեղ դա մեղք կլինի Աստծո առջև։ Ուրեմն թող սխալ մեկնաբանություն չլինի այս համարին։ Քրիստոսի երկյուղով պետք է իրար հնազանդվեն։ Այստեղ Պողոսը Քրիստոսի հետ փոխհարաբերությունները բնորոշում է որպես հավատացյալների համար ամենակարևոր եւ որոշիչ փոխհարաբերություններ։ Պողոսը կոչ է անում քրիստոնյա կանանց հնազանդվել իրենց ամուսիններին ինչպես Տիրոջը, պարզաբանելով, որ ինքը նկատի ունի կանանց հնազանդությունը իրենց իսկ ամուսիններին։ Երբ Պողոսն ասում է, որ կանայք պետք է հնազանդվեն ինչպես Տիրոջը, նա նկատի չունի, որ կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն, կարծես նա Քրիստոսն է։ Նա նկատի ունի, որ Քրիստոսն է նրա հնազանդության ճշմարիտ եւ բարձրագույն կենտրոնակետը։ Եթե ամուսնու խնդրանքը կամ պահանջը կամ սպասելիքը համընկնում է Քրիստոսի օրենքի Աստվածաշնչի հիման վրա ներկայացրած սկզբունքներին, այո, կինը կարող է հանգիստ հնազանդվել իր ամուսնուն, բայց եթե հակասում է, ոչ։ Կողոսացից մեջ ասում է, ինչպես վայել է Քրիստոսում։ Երբ որ ամուսինը մեղքի է դրդում իր կնոջը, դա վայել չէ Քրիստոսում, հնազանդվել ամուսնուն։ Ուրեմն կանայք եւս հավատացյալներ են, որոնք պետք է պատվեն Քրիստոսին ամուսիններից շատ։ Որովհետև Եփեսացից 6:7-ում, որտեղ ծառաներին կոչ է արվում ծառայել Տիրոջը եւ ոչ թե մարդկանց համարը, որտեղ կանանց խորհուրդ է տրվում հնազանդվել իրենց ամուսիններին, ինչպես վայել է Տիրոջով։ Վերջին տեսակետն է ընդունելի։ Կանայք եւս հավատացյալներ են, կրկնենք, որոնք պետք է պատվեն Քրիստոսին ամուսիններից շատ։ Եվ եթե ամուսին ուզում է պատվվի Քրիստոսից շատ, ինքը մեղք է գործում։ Ինքը թռնում է Աստծո գլխից վերև եւ ստիպելով դա անել կնոջը, նաև մեղքի մեջ է գցում կնոջը։ Ինչպես Կողոսացիներին, այնպես էլ Եփեսացիներին թղթերից այս մեջբերումներում Քրիստոսը եւ միայն Քրիստոսն է եկեղեցու գլուխը, որն էլ իր հերթին նրա մարմինն է։ Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է եւ ինքն է մարմնի փրկիչը։ Այս նմանությամբ էլ ամուսինը կնոջ գլուխն է։ Եկեղեցու հավատարմությունը Քրիստոսին ծառայում է որպես կնոջ ամուսնուն հավատարմության օրինակ։ Այս հատվածը ներկայացնում է սիրառատ, հոգատար ամուսնություն։ Այն ոչ մի կերպ չի խթանում ընտանեկան բռնության որևէ ձև։ Հաշվի առնելով այն, ինչ մենք հենց նոր կարդացինք, ինչու է այդքան կարևոր հիշել հետևյալ խորհուրդը։ Եթե ամուսինը գռեհիկ, Էլեն Ուայթը ադվենտիստական ընտանիք գրքում 7-րդ էջում գրում է. Եթե ամուսինը գռեհիկ, կոպիտ, մոլեգին, եսակենտրոն, անտաշ եւ ամբարտավան մարդ է, իրավունք անգամ չունի արտաբերելու այն միտքը, որ ամուսինը կնոջ գլուխն է, եւ որ կինը պետք է իրեն ենթարկվի ամեն ինչու, որտեղ նա տերը չէ, նա ամուսին չէ այդ բառի իրական նշանակությամբ։ Այդ դեպքում ամուսինը, տղամարդը շատ հեռու է իր բնավորությամբ Աստծուց եւ չի կարող պահանջել, որ կինը հնազանդվի իրեն։ Ինչպես Քրիստոսում։ Եթե ամուսինը ապրում է ինչպես Քրիստոսում, այո եւ ամեն, կինը կարող է ենթարկվել։ Եվ 25-ից 27 համարներում շարունակում է. Ամուսիններ, շարունակեք սիրել ձեր կանանց,
Չգիտեմ ինչի է այս թարգմանությունը այսպես, պետք է լինի ամուսիններ սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց եկեղեցին եւ իր անձը տվեց նրա համար, որպեսզի սրբացնի այն մաքրի Աստծո խոսքի ջրի մեջ լվանալով, որ ժողովն իր շքեղությամբ, որ եկեղեցին իր շքեղությամբ ներկայացնի իր առջև, որպեսզի այն չունենա որևէ բիծ կամ արատ կամ նման որևէ բան, այլ լինի սուրբ եւ առանց արատի։ Տեսեք, ուրեմն Պողոսը չի կանում այս համարի վրա, չի ասում կանայք հնազանդվեք եւ կանում է դրա վրա, ասում է ամուսիններ սիրեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին։ Եվ այստեղ Պողոսը այս ամենը ներկայացնում է հին ժամանակներում, երբ որ Փեսան պետք է ամուսնանար, կին վերցներ, դրա հետ է համեմատում։ Առաջինը ասում է, սիրում է եկեղեցին, Քրիստոսը, սիրում է եկեղեցին որպես իր հարս։ Տվել է իրեն որպես հարսնացուի հատուցագին։ Գիտեք, հին ժամանակներում, երբ որ տղամարդը պետք է ամուսնանար, նա պիտի հատուցագին տար հորը, այդ աղջկա հորը, եւ նոր ամուսնանար այդ աղջկա հետ։ Ուրեմն դա չի նշանակում, որ կինը ապրանք էր եւ այդ տղամարդը առնում էր կնոջը եւ ինչ ուզենար կարող էր անել հետ։ Ոչ։ Դա ուղղակի շատ լավ սովորություն էր, որը ցույց էր տալիս, որ իրոք այս տղամարդը կարող է փող վաստակել, ընդհանրապես վաստակել եւ ապահովել իր կնոջը եւ իր զավակների։ Դա էր ցույց տալի եւ երկրորդը դա յուրահատուկ շնորհակալություն էր հորը եւ մորը, որոնք մեծացրել էին այդ աղջկան իրեն կնություն տալու համար, այսինքն ընդհանրապես աղջիկը ավելի շատ ժամանակ է անցկացնում ամուսնու հետ, քան թե իր հոր տանը, եթե ամուսնանում է, եւ մոտարապես 20 տարեկանում կարող է ամուսնանալ, 25-30, բայց ամուսնու հետ կարող է ապրել մինչև խորտերություն։ Հոր տանը աղջիկը պետք է պատրաստվի ապրելու իր ամուսնու հետ։ Եվ դա յուրովի շնորհակալություն էր, այդ հատուցագինը, յուրովի շնորհակալություն էր այդ տղամարդուց, որ այս աղջկան մեծացրել են եւ հիմա ինքը կարող է որպես կին նրան վերցնել։ Եվ բացի այդ, նույնիսկ եթե որպես առարկա համարեն, բայց կինը առարկա չի։ Օրինակ բերեմ, տղամարդիկ, երբ որ ավտոմեքենա են առնում, իրանք շատ են սիրում հոգ տանել այդ մեքենայի վրա, երբեմն ավելի շատ են սիրում հոգ տանել իրենց մեքենայի վրա, քան թե իրենց կանանց կամ զավակների եւ այլն, ոչ բոլորը իհարկե։ Իրանք ուղղակի դողում են, եւ որքան շատ է գինը վճարված այդ մեքենայի համար, այնքան շատ են դողում այդ ապրանքի վրա։ Եթե դու դողում ես այդքան ապրանքի վրա, ուրեմն ինչքան ավելի շատ պիտի դողաս քո կնոջ վրա, որ ապրանք չի, այլ կենդանի մարդ է եւ քո զավակների վրա իհարկե։ Եվ կամ կանայք, սա վերաբերում է ոչ միայն ավտոմեքենային, յուրաքանչյուր առարկա, որ գնում են, կանայք գնում են պայուսակներ, շորեր, կոշիկներ եւ շատ անգամ իրենց սիրելի զգեստներ դեն ունենում կամ կոշիկները կամ պայուսակներ եւ շատ դողում են դրա վրա, չեն ուզում նույնիսկ բիծ լինի, մի հատ կեղտ լինի կամ բիծ լինի կամ կոպիտ ասած չանգրել այդ կոշիկի վրա ինչ որ բան լինի կամ այդ շորի վրա, իրանք դողում են ուղակի։ Ուրեմն ինչքան կարևոր է ավելի
ավելի կարևոր է դողալ, ինչա որ փող են տվել։ Եվ ինչքան շատ փող են տվել, այնքան ավելի են դողում։ Ուրեմն ինչքան կարևոր է ավելի դողալ քո կնոջ, քո ամուսնու, քո զավակների վրա, որտեվ նրանց համար գինը տրված է Քրիստոսի կողմից։ Եվ դա անգին է։ Մարդիկ անգին են։ Մի դրեք առարկաներ ավելի բարձր, քան թե մարդուն։ Հոգացեք առաջինը մարդու մասին։ Ուրեմն Փեսացուն վճարում էր այդ գինը և հետո հատուցագինը, և հետո նշանվում էին, և հետո օր էին նշանակում, և այդ օրը գնում էին, որպեսզի հարսնացուին բերեն Փեսացուի տունը։ Եկեղեցին էլ յուրաքանչյուր մարդ գնված է Քրիստոսի արյամբ։ Հիսուսը հատուցագին է վճարել յուրաքանչյուրիս համար։ Մենք շատ մեծ գին արժենք։ Եկեք հարգենք ու սիրենք իրար, որպես Քրիստոսի արյունով հատուցագնված մարդիկ։ Երկրորդը, ասում եմ, մաքրում է իր հարսնացուին ջրի ավազանով։ Հարսնացուի նախապատրաստումը հնագույն հարսանեկան տոնակատարությունների կարևոր մաս էր կազմում, ինչպես եւ այսօր հարսնաքույրերն ու հարսիազգականուհիները պատրաստում էին նրան հայտարարության համար, այսքան հարսին։ Սակայն Պողոս այստեղ ներկայացնում է, որ Հիսուսը ինքն է պատրաստում հարսնացուին, այսինքն եկեղեցուն, այն մեծ հարսանիքի համար, որը լինելու է, երբ որ ինքը գա։ Նույնիսկ շորն է պատրաստում հարսնացուի։ Մեր շորը, ինչպես գրում է Էլեն Ուայթը, գործված է երկնային սարքի վրա։ Եվ դա մեր բնավորությունն է։ Մեր բնավորությունն է, որ այսօր Հիսուսը գործում է և ուզում է, որ ասма անարատ կանգնեք իր առջև։ Մեր բնավորությունը պետք է արատ չունենա արդեն, երբ որ Քրիստոսը գալիս է։ Մենք այդ ժամանակ չենք ունենա մեր բնավորությունը փոխելու, մեր ժամանակը այսօր է։ Մենք պիտի թույլ տանք, որ Հիսուսը և համագործակցենք իր հետ, որ Հիսուսը կարողանա մեր բնավորությունը փոխել, որը սիմվոլիկ ձևով ներկայացված է ջերմագզգեստով։ Եվ նաև Հիսուսը խոստումներ է մեզ տալիս, ինչպես յուրաքանչյուր փեսացու և հարսնացու տալիս են իրար քահանայի առաջ կամ ծառայողի առաջ, որ ասում են, որ մենք հավատարիմ կլինենք իրար մասին հոգ կտանենք, և Քրիստոսը իր կողմից արդեն իսկ այդ խոստումները տվել է և կատարում է, և մնում է մեր կողմից, որ մենք կատարենք։ Եվ նույն ձևի, եթե ամուսինը իր տված խոստումը կնոջ մասին հոգ տանելու և նրա հետ լինելու թե հիվանդության, թե առողջության ժամանակ, թե տկարության, թե ուժեղության ժամանակ, թե աղքատության, թե հարստության ժամանակ, ուրեմն թող բարի լինի Հիսուսի պես կատարի իր խոստումները, այլ ոչ թե հարստանալով թողնի իր կնոջը և գնա ուրիշների հետևից, ուրիշներին ուզենա հաճոյանալ։ Եվ նաև նշանադրությունը հին ժամանակներում շատ ավելի լուրջ արարողություն էր, մի շարք բանակցություններով, որը ներառում էր նաև գրավոր համաձայնություն հարսնացուի հատուցագնի ամուսնուց և օժիտի այն նյութական և ոչ նյութական ներդրումը, որը հարսնացուն կունենար իր ամուսնու տանը։ Պատրաստում ու զարդարում է հարսին։ Երբ հարսը վերջապես ներկայանում է իր փեսային, նա հեքիաթային գեղեցկություն ունի, սուրբ և անարատ է, այսինքն դա մեր բնավորությունն է, որը պետք է լինի սուրբ և անարատ, ճերմակ։ Քրիստոսը ոչ միայն մաքրում է հարսնացուին, այլև պատրաստում ու զարդարում է նրան։
Եվ երբ որ մենք գիտենք, որ հայրն է ներկայացնում աղջկան իր զավակին տանում եւ հանձնում փեսացուին, բայց Քրիստոսի գալուստի ժամանակ ինքը Քրիստոսն է ներկայացնելու իր հարսնացուին։ Ուրեմն Պողոսն օգտագործում է հարսանեկան սովորույթների հերթականությունը ընդգծելու Քրիստոսի հարաբերությունների եկեղեցու հետ։ Առաջին նշանադրություն Քրիստոս իրեն մատնեց եկեղեցու համար որպես հարսի հատուցագին եւ այդպիսով նշանվեց նրա հետ։ Երկրորդ նախապատրաստություն հարսանեկան արարողությանը Փեսան շարունակում է հոգատար լինել հարսնացուի նկատմամբ, որպեսզի սրբացնի եւ մաքրի նրան։ Երրորդ բուն հարսանեկան արարողությունը Քրիստոսը հիմա ներկայացնում է հարսին հարսանեկան արարողության շրջանակներում։ Այս վերջին տարը վերաբերում է հարսանեկան մեծ տոնախմբությանը Քրիստոսի վերադարձի ժամանակ, երբ Փեսան կգա եկեղեցին որպես հարսնացու ճանաչելու եւ իրեն ներկայացնելու համար։ Հին ժամանակներում հարսանեկան տոնախմբությունները հաճախ էին սկսվում գիշերային շքերթով, Փեսան եւ նրա շքախումբը հավաքվում էին Փեսայի տանը, զույգի նոր տանը եւ մեծ արարողությամբ սկսում երթը։ Վառված ջահերով իհարկե հիմա էլ է այդպես շատ մշակույթներում, բայց քայլելու տեղը ավտոմեքենաներ են վարում։ Ավտոմեքենաների շարասյուն է։ Վառված ջահերով, ուրախ տրամադրությամբ եւ աշխուժ երաժշտության ուղեկցությամբ խումբը շարժվում էր դեպի հարսի հորտուն, վերցնելով հարսնացուին հորտանից կամ ճանապարհին հանդիպելով նրա շքախմբի երթին։ Տոնակատարության մասնակիցները զույգին տեղափոխում են իրենց նոր տուն, որտեղ հյուրերը մասնակցում էին մեկ շաբաթ տևող խնջույքի, որն ավարտվում էր հարսանեկան արարողությամբ, երբ հարսնացուն ներկայացվում էր փեսացուին։ Երբ Պողոսը պատկերում է Քրիստոսին եկեղեցին իրեն ներկայացնելիս, նա ակնարկում է այս մեծ շքերթը եւ ներկայացման պահը։ Դրանով նա ներկայացնում է Քրիստոսի վերադարձի հուզիչ տեսարանը, որպես ապագա հարսանեկան արարողության, երբ Քրիստոսի եւ նրա եկեղեցու նշանադրության երկար արարողությունը ավարտվում է եւ սկսվում է բուն հարսանեկան տոնախմբությունը։ Ասում է երանելի է նրանք, ովքեր հրավիրված են այս հարսանեկան տոնախմբությանը Քրիստոսի հետ։ Ավելի շուտ երանելի նրանք, ովքեր ընդունում են այս հրավերը։ Եվ ուրեմն Պողոսը չի կանում սրա վրա, այլ շարունակում է։ Ասում է. նույնպես ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան, ինչպես որ Քրիստոսն է վարվում ժողովի հետ, քանի որ մենք նրա մարմնի անդամներն ենք։ Ուրեմն այստեղ այս համարներում ավելի է բացահայտում Պողոսը, թե ինչ է նշանակում սիրել կնոջը։ Պողոսի քրիստոնեական ընտանիքի կանոնները բացահայտում են բարձ սոցիալական համատեքստ։ Ուրեմն ասում է, որ ոչ մի տղամարդ իր մարմինը չի ատում, այլ հակառակը։ Եվ քանի որ կինը իր կեսն է, նա չպիտի վիրավորի եւ ծեծի իր կնոջը։ Պողոսի օրերի հունահռոմեական աշխարհում, որը հեթանոսական աշխարհ էր, ընտանիքի հոր իրավական իշխանությունը շատ լայն էր, նա կարող էր խստորեն պատժել կամ նույնիսկ սպանել իր կնոջը, երեխաներին եւ ստրուկներին եւ օրենքի առաջ պատասխանատվություն չկրել։ Թեև այդ իշխանության կիրառումը ավելի ու ավելի էր սահմանափակվում հասարակության կողմից։ Ուրեմն եփեսացիները սա էին տեսել իրենց հեթանոսական կյանքերի մեջ։ Բայց Պողոսը այսօր ասում է. դուք պետք է ռադիկալ ձևով փոխվեք։ Սա չէ, ինչը Քրիստոսը ուզում է ձեզանից։ Այո, քրիստոնեությունը դա ռադիկալ կրոն է։ Երբ որ քրիստոնյա ես դառնում, պետք է
հիմնովին փոխես քո ապրելակերպը, մտածելակերպը եւ կյանքի ձևը, կենսաձևը։ Ուրեմն Պողոսը ուզում է ասել, այո, դուք տեսել եք դա, բայց դա ճիշտ չէ։ Նա կրկին մատնանշում է այդ մեծ օրինակը, խնդրելով քրիստոնյա ամուսիններին արձագանքել միևնույն կերպ։ Ինչպես Հիսուսը, որ իր անձը մատնեց իր հարսնացուի եկեղեցու համար եւ հոգում է նրա յուրաքանչյուր կարիքը։ Պողոսը կոչ է անում քրիստոնյա ամուսիններին հրաժարվել իրենց ժամանակի սովորություններից եւ ձգտել համապատասխանելու Քրիստոսի քնքուշ սիրուն։ Եվ նույնիսկ միտեղ կարծեմ Պետրոսն է գրում, ասում է, որ մի նեղացրեք ձեր կանանց, որպեսզի ձեր աղոթքների համար խոչընդոտ չստեղծեք։ Այսինքն այն ամուսինը, որ նեղացնում է իր կնոջը, չի կարող հանգիստ գնալ ու աղոթել Աստծուն։ Ոչ, Աստված չի լսի այդ աղոթքը, ասում է դա խոչընդոտ է ձեր եւ Աստծու միջեւ, եթե դուք լավ նորմալ չեք վերաբերվում ձեր կանանց եւ նեղացնում եք նրանց, ինչա որ դուք ավելի ուժեղ եք, քան թե նրանք, այսքան ի վիճակի եք նեղացնելու։ Հակառակ ասում է, սիրեք նրանց Քրիստոսի քնքուշ սիրով։ Եվ Պողոս ասում է, ոչ ոք իր անձը երբեք չի ատել, ոչ մի adekvat մարդ, իհարկե։ Ամուսինները չեն վնասում իրենց եւ չեն ծեծում իրենց մարմինները, նրանք սնում եւ խնամում են այն։ Քրիստոնյա կանանց նկատմամբ խստությունն ու բռնությունը վերացնելու նպատակով Պողոսը քրիստոնյա ամուսնուն հրավիրում է իրեն նույնացնել սեփական կնոջ հետ։ Պողոսն ասում է, որ նրանք այն աստիճան նույն են իրենց կանանց հետ, որ վերջիններից վնասելը ոչ այլ ինչ է, քան ինքնավնասում։ Իսկ խելամիտ մարդը նման բան չի անում։ Երբեք խելամիտ մարդը չի վնասի իր զավակների մորը, որտեղ այդ մայրը հոգ է տանում եւ մեծացնում է իր զավակներին։ Վերադառնալով Հիսուսի օրինակին, Պողոսը պնդում է, որ Քրիստոսը եւս իր նկատմամբ քնքուշ հոգատարություն է ցուցաբերում հոգ տանելով հավատացյալների մասին, որոնք նրա մարմնի անդամներն են։ Եթե ամուսինը Հիսուսի պես վարվի եւ Հիսուսի պես քնքշորեն սիրի եւ հոգ տանի իր կնոջը, կինը առանց խոսքի կենթարկվի իր ամուսնուն, առանց պահանջելու, մեծ սիրով կենթարկվի։ Պողոսը խորհուրդ է տալիս սեփական կանանց վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց իսկ անձերին եւ ինչպես Քրիստոսն է վերաբերվում իրենց։ Եվ կարդանք վերջին մասը, որտեղ Պողոսը մեջ է բերում ծննդոց գրքից։ Դրա համար տղամարդը կթողնի իր հորն ու մորը եւ կմիանա իր կնոջը եւ երկուսը մեկ մարմին կլինեն։ Այս սրբազան գաղտնիքը մեծ է, խոսքս Քրիստոսի եւ եկեղեցու մասին է, սակայն ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ ինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ։ Եվ դա կլինի շատ բնական, երբ որ իրոք ամուսինը սիրի կնոջը։ Ուրեմն, երբ որ այստեղ ասում է տղամարդը կթողնի իր հորն ու մորը, դա սա չի նշանակում, որ կանտեսի հորն ու մորը, ոչ, այլ նշանակում է, որ նաև իր կնոջ շահերը կպաշտպանի։ Գիտեք, շատ ընտանիքներում ոչ միայն ամուսինն է նեղացնում եւ կոպիտ կնոջ հանդեպ, այլ նաև այդ ամուսնու մայրն ու հայրը։ Եվ փոխարենը պաշտպանելու իր կնոջ այդ վերաբերմունքից, ամուսինը միանում է մորն ու հոր այդ վերաբերմունքին։ Եվ Աստված իրականում ասում է, որ հիմա դու ավելի մտերիմ պիտի լինես քո կնոջ հետ, քան թե քո հորն ու մոր։ Դա չի նշանակում, որ հորն ու մոր մասին չպիտի հոգատար լինես, ոչ։ Այլ նշանակում է, որ չպիտի թույլ տաս, որ քո հայրն ու մայրը խառնվեն ձեր անձնական ընտանիքին,
հարցերին այո կարող են խորհուրդ տալ, բայց ոչ ավելի, ոչ թե կռիվ ստեղծեն կնոջ ու ամուսնու միջև։ Թող հայրն ու մայրը այնքան իմաստուն լինեն, որ թույլ տան այս մարդիկ իրենք իրենց գտնեն ճիշտը, ոչ թե բռնությամբ ստիպելով ինչ որ ճիշտ բաներ սովորացնեն։ Կառուցել ընտանիքի կառուցման մի ձևը հենց դա է, երբ որ սովորում ես եւ ամեն մարդ ինքը պիտի սովորի եւ ինքը պիտի իրականացնի դա հնարավոր չէ ստիպելով անել։ Պետք է մարդը հասունանա։ Եթե մարդիկ ամուսնանում են եւ նախորոք ամուսնացած չեն եղել, դա իրենց առաջին, գիտեք, ինչպես մասնագիտությունը, դա էլ է մասնագիտություն, ամուսին, կին, հայր, մայր։ Երբ որ առաջին անգամ գնում ես քո մասնագիտությամբ աշխատելու, դու չես կարող նույն ձևի փորձառու լինել, ինչպես այն, որ դրա մեջ է 5 տարի, 10 տարի եւ այլն։ Ուրեմն իսկական իմաստուն մասնագետը ժամանակ է տալիս այս նոր մասնագետին, որ նա զարգանա, աճի, հասունանա, ինքը հասկանա եւ կիրառի իր կյանքում, ոչ թե այն մյուսը սրա տեղը անի կամ թելադրի կամ չգիտեմ ինչ։ Սովորեցնել ուրիշ բան է, խորտ տալ ուրիշ բան է, բայց թելադրելը եւ բռնություն անել ուրիշ բան է։ Այսօր դրա համար այդքան բաժանումներ է լինում նաեւ այդ պատճառով, որ մեծերը չեն պահում իրենց իմաստուն ձևով։ Ուրեմն այս համարների մեջ Պողոսը մեջ է բերում Ծննդոցի արարչողության պատմության շուրջ խորհրդա համարը եւ հաշվի առնում քրիստոնեական համայնքների կարիքները եւ դրանց ներսում ընտանեկան հարաբերությունների առողջությունը։ Ինչքան առողջ հարաբերություններ լինեն ընտանիքում, այնքան առողջ հարաբերություններ կլինի եկեղեցում։ Եվ այս համարը արդիական է։ Աստվածային մտահղացմամբ ամուսնությունը նախատեսված է լինելու մեկ մարմնի մոդելով հարաբերություն, սեռական, ինչպես նաև հուզական եւ հոգեվոր միասնությամբ, որտեղ հուզական եւ հոգեվոր միասնությունը իմաստ է հորդորում սեռական հարաբերություններին։ Այլ ոչ թե ինչպես հիմա։ Մարդիկ շների պես իրար տենում են եւ միանգամից գնում են անկողին։ Դա ճիշտ չէ, մարդը ինքը իրան ցածրացնում է մինչև անասնականը։ Աստված այդ իմաստով չի տվել սեռական հարաբերությունները։ Սեռական հարաբերությունները տվել է, որ մարդու կին, մարդու կնոջ համար ընտանիք է ստեղծել, Ադամին ստեղծել է, Ադամի մարմնից իսկ տվել է, ստեղծել է Եվային, եւ դրա համար Ադամը տեսավ Եվային եւ ասեց, այո, սա իմ մարմնից է, սա իմ ոսկորից է, եւ կին կկոչվի։ Այսինքն իրականում կանայք ամուսնու մարմնից են, եւ եթե ամուսինը սիրում է, նույն մարմինն է։ Եթե ամուսինը ինքը իր մարմինը սիրում է, ուրեմն կնոջն էլ պիտի սիրի, կնոջն էլ պիտի հարգի, կնոջ մասն էլ պիտի հոգ տանի, ոչ թե միայն իր մասին, եւ նույնը կինը իր ամուսնու մասին։ Եվ Աստված ընտանիք հասկացողությունը տվեց Եդեմում հենց դրա համար, որ մարդիկ չընկնեն մեղքի մեջ, այլ ամեն մեկը իր կինը ունենա, իր ամուսինը ունենա եւ մեղքի մեջ չընկնեն, բայց այսօր ինչ է կատարվում։ Չեն ուզում։ Այսօրվա երիտասարդությունը, ինչպես անցած անգամ նշեցինք, չեն ուզում ամուսնանալ, չեն ուզում պարտավորություն վերցնել, չեն ուզում իրար հետ շփվելով իրար կերտել, իրար դաստիարակել։ Գիտեք ինչի, որտեվ շատ անգամ կինը մտածում է, որ ինքը միայն պետք է դաստիարակի ամուսնուն, ամուսինը մտածում է, որ ինքը միայն պիտի դաստիարակի։ Համ ամուսինը կարիք ունի սովորելու, թե ինչպես պիտի ամուսին լինի, եւ համ էլ կինը։
իրար, ինչպես ասեց, իրար ենթարկվելով կտաշվեն, իրար սիրելով մարդիկ կտաշվեն եւ հիմնականում երբ որ ամուսնությունները դիմանում են իրանց մոտարապես 10-ից 10 տարուց կամ 20 տարուց արդեն այնքան են մերվում իրար հետ, որ կարծես իրոք մեկ մարմին ու մեկ մարդ լինեն։ Բայց դժվար է 10-20 տարին է, մանավանդ առաջին 3 տարին, երբ որ այդ խաբկանքը անցնում է եւ մնում է իրականությունը, եւ շատերը տեսնում են, օ, սա մեղքերով լեցուն մարդ է, այլ դեպ սա էլ մեղքեր ունի, սուրբ չի, եւ փոխարեն իրար համբերեն եւ իրար դաստիարակեն, որոշում են, որ պիտի բաժանվեն։ Բայց դա լուծում չի, բոլոր մարդիկ են մեղավոր են, պետք է իրար համբերել, իրար խրատել ու դաստիարակել, որպեսզի վերջապես գան խաղաղ եւ այդ ընտանիքը դառնա խաղաղության ու սիրո հանգրվան, այլ ոչ թե կռվի ու դավի։ Ցավոք շատ մարդիկ էլ այո ամուսնանում են, բայց նորից սատանայի սովորացնելուն հետևելով դավաճանում են իրենց ամուսիններին կամ կանանց։ Իրենք իրենց գցում են մեղքի մեջ։ Մեր այս մեղսավոր աշխարհում տղամարդու եւ կնոջ միջև սեռական հարաբերությունների համատարած անժուշկալությունը ցույց է տալիս, թե որքան խորն է ժամանակակից մշակույթներում արմատացած այն գաղափարը, որ սեռական միությունը կնոջ հպատակեցում է։ Սակայն Պողոսը պնդում է, որ սեռական հարաբերությունը, ինչպես արտացոլված է Ծննդոց գրքում, ոչ թե հպատակության, այլ միության հարաբերություն է։ Հիշեք, ընտանիքը դա միություն է, ոչ թե մեկը մեկի հպատակեցում, մեկը մյուսի հպատակեցում։ Այն չի խորհրդանշում տղամարդու գերեշխանություն, այլ ամուսնու եւ կնոջ միություն, քանի որ նրանք մեկ մարմին են։ Այսպիսով ամուսնության եւ սեռականության վերաբերյալ կարևոր ճիշտ եւ մշակույթին հակասող աստվածաբանության համար կարող ենք դիմել Եփեսացիներին եւ Ծննդոց 2:24 համարներին։ Այս նույն համատեքստում Պողոսը հաջորդիվ խոսում է մեծ խորհրդի մասին, սա նրա քննարկած կրկնակի փոխաբերության երկու տեսանկյուններն էլ ներառում է։ Քրիստոնեական ամուսնությունը հասկացվում է Քրիստոսի իր եկեղեցու հետ հարաբերությունների լույսի ներքո եւ Քրիստոսի հարաբերությունները իր եկեղեցու հետ քրիստոնեական ամուսնության լույսի ներքո։ Քրիստոնեական ամուսնությունը վեհացվում է Քրիստոսի եւ եկեղեցու հարաբերությունների հետ համեմատությամբ։ Բացի այդ, Քրիստոսի հետ եկեղեցու հարաբերությունները հոգատար քրիստոնեական ամուսնության պրիզմայով դիտարկելիս հավատացյալները նոր ըմբռնում են ձեռք բերում Քրիստոսի հետ իրենց ընդհանուր փոխհարաբերությունների վերաբերյալ։ Եվ վերջում նշեմ, որ շատ ամուսիններ, տղամարդիկ ձգտում են նրան, որ կինը վախենա իրենցից եւ պատկերացնում են դա երջանկության գերակայում, բայց իրականում այդ մարդիկ չեն համտեսել, թե ինչ է նշանակում, երբ կինը սիրված եւ հոգ տարված կինը հարգում է իրանց, այլ ոչ թե վախենում է։ Հարգանքի եւ վախի միջև շատ մեծ տարբերություն է։ Իսկական երջանկությունը նրա մեջ է, որ երբ որ ամուսինը սիրում է կնոջը, կինն էլ հարգում է եւ հետադարձ սիրում է ամուսնուն։ Դա է իսկական երջանկությունը, այլ ոչ թե վախենում է։ Պետք չէ վախեցնելով ապրել, պետք է սիրելով ապրել։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի վկայությունների եկեղեցու համար գրքի 7-րդ հատորի 45-50 էջերի ամուսնական կյանքի պատասխանատվությունները։
Եվ ադվենտիստական տանի գրքի 1420 էջերի փոխադարձ պարտավորություններ գլուխները Էլեն Ուայթը շարունակաբար հորդորում է ամուսնական զուգընկերներին հրաժարվել միմյանց վերահսկելու փորձերից։ Մի փորձեք միմյանց ստիպել ենթարկվել ձեր ցանկություններին։ Դուք չեք կարող դա անել եւ պահպանել միմյանց սերը վախի մեջ եւ ստիպողականության մեջ սեր չկա։ Ասում է դուք չեք կարող դա անել եւ պահպանել միմյանց սերը։ Եղեք բարի, համբերատար եւ զուսպ, ուշադիր եւ քաղաքավարի։ Սա նա գրել է ադվենտիստական տանիք գրքում էջ 118 եւ նաեւ նույն գրքում էջ 115-116-ում վերջում սա կարդանք հաճախ հարց է տրվում արդյոք կինը սեփական կամք չպետք է ունենա։ Գիտեք, ես այսօր գիտեմ ընտանիքներ, որ կինը նույնիսկ հասարակ բաներում իր կարծիքը չունի, իր կամքը չունի, հասարակ բաներում, որ նույնիսկ դա տղամարդուն չի վերաբերվում։ Դա արդեն ծայրահեղություն է։ Եվ ինչ է գրում Աստծո մարգարեն։ Աստվածաշունչը ստակորեն ասում է, որ ամուսինը ընտանիքի գլուխն է, կանայք ձեր ամուսիններին հնազանդ եղեք։ Եթե այս հրահանգը այսքանով ավարտվեր, կարող ենք ասել, որ կնոջ վիճակը իսկապես նախանձելի չէ։ Շատ ամուսիններ նկատում են միայն այս հատվածը, սակայն եկեք կարդանք այդ նույն հրահանգի շարունակությունը, ինչպես վայել է Տիրոջով։ Աստված պահանջում է, որ կինը միշտ իր մտքում ունենա Աստծո վախն ու փառքը, ամբողջական հնազանդությունը տեղին է միայն Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ, ով փրկագնել է նրան, որպես իր զավակ, իր կյանքի անսահման գնով։ Կա մեկը, ով կնոջ համար իր ամուսնուց բարձր է կանգնած, դա նրա փրկիչն է։ Եվ նա պետք է հնազանդվի իր ամուսնուն այնպես, ինչպես Աստված է հրահանգել, ինչպես վայել է Տիրոջով։ Այսինքն, եթե ամուսին ուզում է Աստծու գլխից բարձր թռնի եւ կնոջը ստիպի, որ իրեն պատվի որպես Աստված, մեղք է գործում։ Որտեղ եթե նորից կրկնենք այդ ինչ որ սկզբում ասացի, եթե ամուսինը պահանջում է կնոջից անել կամ ասել կամ մտածել այնպես, որը հակասում է աստվածաշնչյան սկզբունքներին, Աստծո օրենքին, կինը դա չպետք է անի, եւ եթե անի, դա մեղք է։ Ինքն էլ կգնա կործանման եւ դրանով իր ամուսնուն էլ կտանի կործանան։ Դրա համար եթե եւ ամուսինը եւ կինը հնազանդվեն Աստծո խոսքին, իրանք միմյանց կտանեն փրկության, այլ ոչ թե կործանման։ Թող Աստված մեզ օգնի, որ մեր ընտանիքներում մենք միմյանց առաջնորդենք փրկության մեջ, այլ ոչ թե կործանման համար, եւ չձգտենք, եւ շատ կանայք էլ, ինչու՞ չէ, ուզում են այնպես երկրպագվեն ամուսնու կողմից, որը պատկանում է միայն Աստծուն, այդ երկրպագությունը։ Եվ այդ կանայք էլ լկստվում են հենց, երբ որ իրանց այդպես աստվածային ձևով ոնց որ Աստծո երկրպագում են։ Ոչ, կինն էլ հասարակ մարդ է եւ պետք չէ ոչ կինը երկրպագի ամուսնուն, ոչ էլ ամուսինը կնոջ։ Նրանք պետք է իրար հարգելով, սիրելով, իրար տաշելով, իրար բնավորությունները օգնելով, որ փոխվի դեպի լավը, այդպես իրենց ամուսնական կյանքը շարունակեն հավատարիմ մնալով իրար եւ Աստծո պատվիրաններին եւ սկզբունքներին։ Թող Աստված օրհնի մեզ սրանում, մինչեւ հաջորդ հանդիպում։